Ռուսական երկաթուղիները զգուշացնում է, եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչև այսօր։ Ռուսական երկաթուղիներ ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնկրետ գումար է մատնանշել՝ շուրջ $400 միլիոն։ Եթե հայկական կողմը դիտարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հնարավորությունը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ։ Ռուսական կողմը 2008-ից սկսած ամբողջությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի, ազատելով այդ երկրի բյուջեն երկաթուղու վերականգնման եւ պահպանման համար նախատեսված ծախսերից, իսկ բաժնետերերին երբեք դիվիդենդներ չեն վճարվել։ Ընդգծելով, որ 2008-ից մինչև 2025 թվականը ռուսական երկաթուղիների ներդրումները կազմել են ավելի քան $396 միլիոն, ռուս պաշտոնյան միաժամանակ ասել է, թե Հարավկովկասյան երկաթուղին խոշորագույն գործատու է, որն իր 2500 աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար ինդեքսավորել է, աշխատավարձեր բարձրացնելով նաև այս տարվա ապրիլին։ Հարավային երկաթուղիները կոնցեսիոն պայմանագրով 30 տարում պետք է $174 միլիարդ 560 միլիոն դրամի կամ $0.5 միլիարդ ներդրում կատարի։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան։ Այն, որ Հայաստանը մտադիր է դադարեցնել ռուսական կողմի հետ դեռևս 2008-ին 30 տարով կնքված կոնցեսիոն պայմանագիրը եւ դրա համար պատրաստ են հասնել անգամ արբիտրաժ, երեք ազատության հարցինի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ռուսաստանյան խոշորագույն ընկերության ղեկավարին սակայն զարմացրել է ոչ այնքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու, որքան ռուսական կողմից $2 միլիարդ վարձավճար ուզելու մասին երեկվա հայտարարությունը, թե ինչի դիմաց Հայաստանը կարող է վարձավճար ուզել, վարչապետը երեկ չէր հստակեցրել։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզել կամ էլ Ռուսական երկաթուղիներ ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե զարմացած են, որ Հայաստանի վարչապետը իրենցից $2 միլիարդ է ուզում։ Զարմանքով եւ տարակուսանքով մամուլից տեղեկացանք հայկական կողմի հայտարարության մասին, որը վերաբերում է ռուսական կողմից հայկական երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար գանձելու պահանջին։ Կոնկրետ ումից եւ ինչի համար է հայկական կողմը 2 միլիարդի վարձավճար ուզելու։ Արդյոք դա վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիներին, թե այլ կառույցի։ Հետաքրքրվել է Ազատությունը վարչապետի գրասենյակից։ Ազատությունը նաև հարցրել է, արդյոք Հայաստանը պատրաստ է կոնցեսիան դադարեցնելուց հետո ռուսական կողմին վերադարձնել շուրջ $400 միլիոն ներդրումը, ինչի մասին խոսել էր ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարը։ Կառավարությունից խոստացել են այս եւ մյուս հարցերին արձագանքել ավելի ուշ։ Այն, որ Հայաստանը մտադիր է ռուսական կողմից վերցնել հայկական երկաթուղու կառավարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ասաց այս տարվա փետրվարին, նշելով, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում։ Փաշինյանը ներկայացրել էր խնդրի լուծման իր տարբերակը։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը։ Իդեպ, եթե ռուսական կողմը խոսում է մոտ $400 միլիոն ներդրումների վերադարձի մասին, ապա Հայաստանի կառավարության պաշտոնական փաստաթղթերի համաձայն կոնցեսիոն պայմանագրի դադարեցումը մեջբերում եմ վատագույն սցենարի դեպքում գնահատվում է $103.6 միլիարդ կամ շուրջ $273 միլիոն։ Այսինքն այս պահի դրությամբ ռուսական եւ հայկական կողմերը ֆինանսական փոխհատուցման նախնական տարբեր հաշվարկներ են ներկայացնում։
Ոլորտի իրավաբանները մինչդեռ նշում են, թե քանի որ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման գործընթաց այս պահին չկա, դժվար է ասել, թե ինչ ընթացակարգով կողմերը կառաջնորդվեն։ Պարզ չէ, թե օրինակ Հայաստանը ինչ հիմքով կփորձի դադարեցնել ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրը։ Հետևաբար առանց գործընթացի մեկնարկի ու նաև կոնցեսիոն պայմանագրի դրույթների մանրակրկիտ ուսումնասիրության դժվար է նաև ասել, թե փոխհատուցման ինչ չափեր կսահմանեն կողմերը։